Շնորհակալ եմ պարոն Պապոյան, շատ կարևոր նախագիծ է եւ լավ է, որ մենք այս իրավիճակում մեր տնտեսության տարբեր ճյուղերին աջակցում ենք, բայց ես կարծում եմ, որ այս ողջ process-ը լավ առիթ է, որպեսզի մենք ոլորտների հետ կապված բովանդակային հարցերի նույնպես անդրադառնանք, որովհետեւ ես էլի ուզում եմ հետեւյալի վրա մեր ուշադրությունը հրավիրեմ, որ շատ երկար ժամանակ մենք մեր տնտեսությանը անընդհատ այդ ուղերձը տալիս ենք, որ տնտեսական կապերը պետք է դիվերսիֆիկացնել։ Եվ դիվերսիֆիկացիա իրականում տեղի չի ունեցել հիմնականում եւ հիմնական չնայած այն բանի, որ կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել։ Իսկ դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով, որովհետեւ գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհով։ Նույն ձկնաբուծական ոլորտի հետ կապված ես ասեմ, ես խնդրել էի Պեկին, ինձ հետաքրքիր էր օրինակ ոլորտը ինչքան հարկ է գեներացնում։ Եվ պարզեցի, որ տարեկան հարկերը ձկան արդյունաբերության 2.5-ից 3 միլիարդ դրամի շրջանակում են տարեկան։ Իսկ եթե հետահայաց նայենք, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել անգին մի ռեսուրսի արտեզյան ջրավազանի հետ եւ մի կշերքի նժարին դնենք նա, մյուս նժարին դնենք նա, մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում, ինչպես ենք մենք մեզ սպառում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի կամ 2 տարի առաջ մենք փակ ջրի օգտագործման փակ ցիկլի մասին որոշում կայացրինք, մեր հարգելի ձկնարտադրողները ցույցեր արեցին եւ այլն, կառավարությունը չտրվեց դրան եւ մենք շարունակ մնացինք այդ որոշմանը, ինչ տեղի ունեցավ հետո։ Մեր հարգելի ձկնարդյունաբերողները դիմեցին դատարան եւ մեր հարգելի դատարանը չեղարկեց այդ որոշումը։ Այսինքն այն որոշումը, որ կառավարությունը, կարծեմ օրենք էինք ընդունել եւ նաեւ որոշում էինք ընդունել, զրոյացրեցին այդ որոշումը, այսինքն ասցին, որ կարող է այդ արտեզյան ավազանը էլի շարունակենք հանել ու լցնել բանով դրենաժով ուղարկել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Շատ լավ է, որ աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ։ Ինչի է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Ինչի, ես հարցին պետքա պատասխան ստանանք։ Էս ինչ տնտեսության հսկայական ճյուղ է, որ երբեմն ամբողջ կառավարությունը, ամբողջ ազգային ժողովը, բոլորը, ամբողջ մամուլը, բոլորը քննարկում են, բայց իր հարկային արժեքը տարեկան 2.5 միլիարդ դրամ է։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետք է գնանք, կամ էլ մենք էլի ասում ենք, մենք այսօր ասում ենք աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Էս ինչ է նշանակում, չէ, լավ է, գոհ եմ, բայց պետք է սրա կշիռը հասկանանք, մենք ինչքան ջուր ենք վատնում, ինչքան ձուկ ենք արտահանում։ Սա ես ասում եմ, այս որոշման ընդունման ոչ թե հեճուկ, ասում եմ շատ լավ է, բայց մենք պետք է այս թեմաների մասին խոսանք։ Երեք մենք խոսում ենք բանի մասին, մի ուրիշ առիթով, խոսում ենք, տեսեք, դիվերսիֆիկացիայի մասին, նույն կոնյակ բրենդի եւ այլն այս պատմությունների մասին։ Եթե մենք ուզում ենք միջազգային շուկա դուրս գալ միջազգային ստանդարտի տրամաբանությամբ, ուրեմն այդ խմիչքը պետք է արտադրվի կաղնե տակառների մեջ։ Հայաստանի Հանրապետությունում մասամբ այդ խմիչքը արտադրվում է կաղնե տակառների մեջ, բայց հիմնականում արտադրվում է մետաղե տարաների մեջ, որի մեջ տեղադրված են կաղնե տախտակներ։ Եվ իմիջայլոց այդ տարաների մի զգալի մասը մեր լիզինգի ծրագրով է ձեռք բերված։ Այսինքն սրանք այս խնդիրներին մենք պետք է առերեսվենք։ Ես այս դահլիճում քանի անգամ եմ խոսել ստանդարտի մասին։ Տասնյակ անգամներ խոսել եմ ստանդարտի մասին։ Բայց մենք այնց չի, որ ստանդարտի մասին խոսում ենք, դե ասում ենք, գիտեք ինչ, գնացեք ստանդարտ, մենք ասում ենք ստանդարտը սահմանում ենք, ասում ենք
Ժողովուրդ ջան, եկեք իրար հետ մենք ձեր կողքը կանգնենք, դուք մեր կողքը կանգնենք։ Ստանդարտի մեջ գնենք։ Էլ չեմ ասում այդ արտադրանքի որակի հետ կապված խնդիրները։ Ինչքանով են իրանք որակական ստանդարտներին համապատասխանում։ Ընդ որում պետք չի ամբողջացնել, որովհետև կան արտադրողներ, որոնք այո, բայց կան արտադրողներ, որոնք ոչ։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որտեվ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Որտեվ նախ պատահում է անբնական ինչ որ ձկան հետ առնչում ես, դեռ մեզ ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ որ տարօրինակ եւ անտրամաբանական։ Ասենք սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք։ Եվ մենք Հայաստանի ներսում է սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք, որովհետև այո, տենց հերթով անցնելով, դե շրջակա միջավայրի նախարարությունում դե ասում ենք լավ, ոչինչ, եկեք դե մի քիչ սենց գնանք։ Հաջորդ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ասում ենք դե այդ խնդիրը պետք է մի ձև անենք։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արդյունաբերության ասում ենք դե դժվար վիճակները, տես պատտվելով գնում ենք վերջում հասնում ենք առողջապահության նախարարություն։ Դե ասում ենք եկեք տենանք ոնց ենք այս ամեն ինչի հետևանքները վերացնում։ Հա շատ լավ հասկանում եմ։ Ժամանակ ա եղել, որ մենք բան ենք երել, Հայաստանի ժողովուրդը առավոտը կարտոֆիլ նախաճաշին, ճաշին կարտոֆիլ, ընթրիքին կարտոֆիլ կամ չգիտեմ, բայց մենք պետք է առաջ գնանք, պետք է հասկանանք, առերեսվենք այս խնդիրների հետ։ Ինչքան է պետք է աջակցել ձկնարդյունաբերությանը, այնքան աջակցենք։ Բայց պետք է համոզվենք, որ նույն կետում չենք մնում մենք։ Որովհետև այդ աջակցությունը կոնսերվացիա է, էվտանազիա է, թե այդ աջակցությունը առաջ գնալու ճանապարհ է, որ մենք համոզվենք, որ գնում ենք առաջ, ակետից շարժում ենք բկետը։ Այդ ամեն ինչը վերաբերվում է նաև էլի բազմիցս խոսել ենք գյուղատնտեսության ոլորտին։ Այսպես ասած, ոչ նորմատիվային հողեր հասկացություն կա Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ նորմատիվային հողերը այն հողերն են, որոնք սովորականից ավելի շատ ջուր են պահանջում վեգետացիան ապահովելու համար։ Մենք ոչ նորմատիվային հողի վրա, երբ որ ամենացածրարժեք մշակաբույսն ենք աճացնում, ստեղ հարց է ժողովուրդ ջան, 1000 դրամի ջուր ենք վատնում, լավ 1050 դրամի արտադրանք ստանում։ Մենք չենք ասում այդ հողի վրա բան չաճացնենք, բայց ասում ենք այդտեղ աճացնենք ոչ թե ցածրարժեք գյուղատնտեսական մթերք, այլ բարձրարժեք գյուղատնտեսական մթերք։ Եվ սրա համար պետք է աշխատանք, սրա համար պետք է խորհրդատվություն։ Եվ այս ուղղությամբ պետք է ասեմ։ Գիտեք, ես գիտեմ, որ այսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ-ի ռուսական շուկայի եւ Ռուսաստանի շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում։ Ես համարում եմ հնարավորություն։ Որովհետեւ ել չեն կարա գան ասեն, գիտեք, լավ էլի 2018 թվից տասնյակ անգամ էլ լավ էլի բան էս արցակուրտները թող անցնեն բան սեպտեմբերին կանդրադառնանք սեպտեմբերին հազիվ տենց տացը բանն էլ նորմալ վիճակում են, եկեք ձեռ չտանք կանդրադառնանք, շատ լավ։ Դե արցակուրտները գալիս են, հետո ազգային ժողով հարց ու պատասխան մի քիչ ներվայնանալ, մոռանալ, բան անել, հոպ, գալիս է նոր տարին։ Դե լավ, դե նոր տարին տոները բան մարդիկ առևտուր են անում, կոնյակ բրենդի բան առնում են, լավ եկեք բան չանենք եւ այլն։ Ու տենց, հետո ի՞նչն է գալիս, հետո գալիս է զատիկը, հետո արցակուրտները նորից սկսում են եւ այլն։ Աջակցենք ինչքան պետք է։ Ու փառք Աստծո, մենք այսօր հնարավորություն ունենք, որ աջակցում ենք։ Ու կաջակցենք ինչքան պետք է։ Բայց ես կտրականապես դեմ եմ, որ մենք աջակցենք այն ուղղությամբ, որը չի տանում զարգացման։ Ընդ որում մենք բոլոր ոլորտներում ենք, հիմա մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի բոլոր ոլորտներում էլ մենք տենց ենք բանանում։ Այդ մեր քաղաքականությունը աջակցենք ինչքան պետք է եղածից էլ ավել, բայց դա պետք է ուղղված լինի զարգացմանը։
Այս աջակցության արդյունքում մարդիկ նույն կետի վրա պետք է չմնան, պետքա առաջ գնան։ Ես չեմ ասում կիլոմետրանոց կամ մետրանոց, միլիմետրանոց քայլերով թող գնանք։ Որտեվ եկեք նայենք, մենք արդեն 35 տարի անկախ ենք, ամեն անկախության շրջան մի միլիմետր առաջ գնայինք։ Հիմա պատկերացրեք ուր հասած կլինեինք։ Հետևաբար ես առաջարկում եմ այս տրամաբանությունը, ես առաջարկում եմ եւ բոլոր երկխոսության եմ ես հրավիրում։ Եկեք խոսենք, եկեք հասկանանք։ Եկեք հասկանանք, որ կողմնացույցը 4 կողմ ունի, ել չեմ ասում 4 ու 10 աստիճան, այսինքն այդ կողմերն էլ հələ, այսինքն քառորդ չի էլի։ 4 ուղղություն, բայց այդ 4 ուղղությունների մեջ 360 աստիճան ազիմուտ կա, չէ՞։ Պետքա տիրապետենք, հնարավոր չի բանին, ասենք կողմնացույցի 1/4-ով բան անել։ Ապրել եւ ամեն ինչը կառուցել այդ 1/4-ի վրա։ Եվ սա վերաբերում է բացարձակապես ամեն ինչին։ Եվ ես առաջարկում եմ, որ պարոն Պապոյան, մենք եւ մեր մյուս գործընկերները, պարոն Խաչատրյան, ովքեր տնտեսության հետ եւ ընդհանրապես ինչի միայն տնտեսության, ամեն ինչի մասին է խոսքը։ Կրթության մասին էլ է խոսքը։ Բացարձակապես ամեն ինչի մասին է խոսքը։ Եվ հետեւաբար աջակցենք եւ կաջակցենք այնքան ինչքան հարկավոր է։ Առաջիկայում կարելի է կազմակերպել իմիջայլոց, մարդիկ գալիս են մեր մոտ, կառավարության մոտ ցույց են անում, մենք էլ կարանք ավելի հաճախ գնանք իրանց մոտ, ցույց չենք անի, գնանք տեսնենք ոնց են աշխատում։ Կարող է իրանք էլ մի բան ասեն, մեր իմացությունը հաստատ բան չի, ամբողջական չի։ Մենք էլ գնանք, տեսնենք ոնց են տեղի ունենում process-ը, որտեղ առանց հաղորդակցության հնարավոր չի, այսինքն լուրերի միջոցով կամ իրանք այնտեղ, մենք ստեղ, բոլոր ոլորտներն է վերաբերվում։ Սա կարևորագույն էլի եմ ասում, ամեն օր ասում են, վայ, բան, էսա բրիֆինգ առնելու, այսօր լիքը ճգնաժամ, սա ճգնաժամ չի, սա հնարավորություն է։ Սա ճանապարհ է եւ սա պատուհան է, որը մեր առաջ բացվել է, այսինքն չի բացվել, մենք ինքներս ենք բացել այդ պատուհանը մեր առաջ։ Բաները են յուղել ենք, ծխնիները յուղել ենք, այդ բռնակները յուղել ենք եւ հանգիստ բացել ենք դուռը, պատուհանը եւ օդափոխությունը պետքա կազմակերպել նորմալ եւ պետքա որոշում կայացնել, կարող է էլի եմ ասում, ավարտվել է այն դարաշրջանը, երբ որ մենք չունենք այլընտրանք։ Մենք ամեն տեղ եւ անընդհատ պետքա ունենանք այլընտրանք եւ ինչքան շատ այդքան լավ։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի որոշումներ կայացնել։ Եվ մենք դա մեր պարտքն է այդ հնարավորությունը տալ։ Ինչ կորոշի։ Ժողովրդի որոշումը անքննելի է, իհարկե ցանկացած որոշում ինքը նաև քաղաքական առաջնորդություն է ենթադրում։ Բայց դա արդեն լրիվ ուրիշ եւ առանձին թեմա է։ Եվ հետեւաբար գնանք եւ առաջնորդվենք այս տրամաբանությամբ։ Խնդրեմ այլ դիտարկումներ կան, հարգելի գործընկերներ, համեցեք։